Հայաստանը պատրաստ է ստուգել Ադրբեջանին տրամադրած ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը միջազգային փորձագետների ներգրավմամբ, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Նա նաև հիշեցրել է, որ Արդարադատության միջազգային դատարանը միանշանակ մերժել է Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու Բաքվի պահանջը, որով Ադրբեջանը Հայաստանին մեղադրում էր ականապատ գործողությունների մեջ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը չի կատարելու եվրոպական դատարանի որոշումները։ Նա բացատրել է, թե պատճառը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների կասեցումն է։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Միացյալ Նահանգների հետ առաջիկա բանակցություններն անվանել է Վաշինգտոնի մտադրությունների անկեղծության ստուգում։ Մենք նախկինում չենք հանձնվել սպառնալիքներին, չենք հանձնվելու հիմա կամ ապագայում։ Մենք խաղաղություն ենք ուզում, բայց երբեք չենք ընդունի հանձնվելը, ասել է նա։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա մասնակցելու Անտալիայի դիվանագիտական ֆորումին, հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով նախատեսվում է քննարկել միջազգային օրակարգի առանցքային, այդ թվում Հարավային Կովկասին առնչվող հարցեր։